Գիտեք, որ կա մի հայկական գյուղ, որի իրական պատմությունը թաքնված է ոչ թե տների, այլ ժայռերի մեջ։ Հենց այսօր մենք միասին կբացահայտենք Խոտ գյուղի անհավանական գաղտնիքները։ Ուրեմն պատկերացրեք, Հայաստանի հարավ, Սյունիքի մարզ, բարձր սարահարթի վրա տեսնում ենք Խոտ գյուղը։ Առաջին հայացքից մի սովորական հանգիստ գյուղ, բայց գիտեք դա իրականում պատմության միայն կեսն է, երևացող մասը։ Իսկ իսկական պատմությունը այն սկսվում է հենց ժայռի եզրից այն կողմ, ինչ գաղտնիքներ կարող է թաքցնել ներքևում գտնվող խորհրդավոր կիրճը։ Դե ինչ, եկեք միասին իջնենք ու պարզենք։ Լավ, սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի Հին Խոտ, որովհետև սա իրականում ոչ թե մեկ, այլ երկու գյուղի պատմություն է։ Տեսեք, ահա թե որն է ամբողջ հարցը։ Մի կողմում ունենք Նոր Խոտը, ժամանակակից գյուղ, որտեղ հեշտությամբ կարող եք հասնել, գտնվում է հարթ սարահարթի վրա, իսկ մյուս կողմում Հին Խոտն է, հնագույն, գրեթե անմատչելի մի բնակավայր, որը թաքնված է կիրճի խորքերում։ Ուղղակի երկու տարբեր աշխարհներ, որոնք կրում են նույն անունը։ Եկեք մի պահ պատկերացնենք Հին Խոտը։ Սա Սյունիքի ամենահին բնակավայրերից մեկն է, բառացիորեն կարճած Որոտան գետի զառիթափ լանջից։ Շուրջ բոլորը այգիներ, իսկ պաշտպանությունը հենց անմատչելի ժայռերը։ Սա ուղղակի գյուղ չէր, սա իսկական բնական ամրոց էր։ Ու այս ամենը պատկերացնում եք ծովի մակարդակից 1470 մետր բարձրության վրա։ Միայն մտածեք, թե ինչպիսի ուժ ու խիզախություն էր պետք այստեղ ապրելու եւ ստեղծագործելու համար։ Հիմա եկեք ավելի խորը գնանք։ Ինչ են պատմում մեզ այս ժայռերը, ինչ արձագանքներ են հասնում հին ժամանակներից։ Պարզվում է, հազարամյակների պատմություն է թաքնված այստեղ։ Խոտի արմատները պարզվում է անհավանական խորն են։ Տեսեք, ամեն ինչ սկսվում է դեռ նախաքրիստոնեական շրջանից։ ՄԹԱ երկրորդ առաջին հազարամյակներում այստեղ արդեն դամբարաններ են եղել։ Հետո 5-6-րդ դարերում հիմնադրվում է Խոտի վանքը։ Ժամանակը գնում է ու 1205 թվականին գյուղն արդեն այնքան կարևոր է, որ այն նվիրաբերում են Հզոր Տաթևի վանքին։ Իսկ 1700-ին կառուցվում է Մրգաձորի խաչ եկեղեցին։ Տեսնում եք, ամեն դարաշրջան իր հետքն է թողել այս քարերի վրա։ Ահա մի շատ կարևոր պատմական փաստ։ 1205 թվականին իշխան Դլենը Խոտ գյուղն իր հայտնի այգիներով նվիրում է Տաթևի վանքին։ Սա մեզ ինչ է ասում։ Ոչ միայն այն, որ գյուղը կարևոր էր, այլ նաև, որ այն սերտորեն կապված էր տարածաշրջանի ամենամեծ հոգևոր կենտրոնի հետ։ Իսկ հիմա մի պատմություն, որն ուղղակի կյանք է տալիս այս քարե պատերին։ Լեգենդ կա, որ Մրգաձորի խաչ եկեղեցին կառուցել է մի կին, ով կարողացել է փախչել Շահ Աբասի հարեմից։ Մի պահ պատկերացրեք այդ կնոջ պատմությունը, նրա կամքի ուժը, որը մարմնավորվել է այս եկեղեցու տեսքով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կիրճը ոչ միայն պատմություն է պահում, այլև ծնել է լեգենդներ։ Եվ դրանցից մեկը այնքան հզոր է, որ բացատրում է, թե ինչպես մի փոքրիկ գյուղ իր անունը տվեց մի ամբողջ հսկայական տարածաշրջանի։ Ուրեմն հին գերեզմանոցի ավերակների մեջ կանգնած է 12-րդ դարի կարմիր եկեղեցին։ Հենց այս վայրը, այս փոքրիկ եկեղեցին է տարածաշրջանի ամենահայտնի լեգենդի սիրտը։ Բայց լավ, ինչ կարող էր այդքան առանձնահատուկ լինել մի փոքրիկ եկեղեցու զանգերի մեջ, ինչպես կարող էին դրանք այդքան կարևոր դառնալ։ Պատասխանը, հավատացեք, թաքնված է հենց Զանգեզուր անվան մեջ։ Ըստ ավանդության անունը գալիս է Զանգիզուր արտահայտությունից, որը նշանակում է զորավոր զանգեր։ Այո, խոսքը հենց Խոտի կարմիր եկեղեցու հզոր ղողանջների մասին է։ Ուղղակի պատկերացրեք, մի ձայն, որն այնքան զորավոր է եղել, որ իր անունն է տվել մի ամբողջ պատմական տարածաշրջանին, Զանգեզուրին։ Մի փոքրիկ ժայռերի մեջ թաքնված գյուղի ժառանգությունը դարձել է մի ամբողջ երկրամասի անվանումը։ Զարմանալի է, այնպես չէ՞։ Ի վերջո, ինչ է մեզ սովորեցնում Խոտի պատմությունը։ Թերևս այն, որ երբեմն ամենամեծ, ամենաանհավանական պատմությունները գրված են ոչ թե գրքերում, այլ փորագրված են հենց մեր շուրջը, լեռների ու կիրճերի մեջ։ Եվ սա իհարկե ստիպում է մտածել, էլ ինչպիսի մոռացված պատմություններ են թաքնված մեր շուրջը, հենց մեր աչքի առաջ, որոնց կողքով մենք ամեն օր անցնում ենք չնկատելով։